Առաջ Աստված, հետո նոր մենք։ Ձեր գործերին էլ հաջողություն։ Շատ շնորհակալ, շատ զգացացեք, շատ շատ տրամադրող ու շատ պատրաստող։ Ոգով սրտով սպասել են։ Որովհետև մեծատարում մեծատարում մարդ դուք եք ստեղծող արարող Համարը կորիտեմս դες առաջերտին լավ հայ մարդիկ եկել են ծանոթանալու շփվելու մեր մտահոգությունները լսելու համատեղ ինչ-որ լավ բան անելու համար այդ առումով շատ զգացված ենք, ապրեք շատ վրացածը պարոն Հարությունյան համեցեք Արդեն առած միկրոֆոնը չի Ախարաշ գյուղի ազգերի բնակիչներ, մենք մեր Հայաստան կուսակցությունն ենք, մենք վերապտկում համարչոցն ենք, նախուզում շնորհակալություն հայտնել այսպիսի ջերմությունության համար, և ինչ է առաջարկում մեր Հայաստան կուսակցությունը։ Մենք այսօր ձևաչոպայնած, ձևաչկերի մեջ նայելով մենք ձեզ խոսք ենք տալի, մեր դրվելու պարագայում մանկապարտեզները լինելու անվճար, մեր սիրելի քաղաքը իջնացին է լինելու է հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը և զորակոս հավանացում այսպես ասած Սաղամի անունը պատոսերը դրամանոթելու ենք, որը դառնալու է շատ լավ, շատ հետաքրքիր ժամանցի այդ բոլորիս համար։ Ուսուցիչ բոլորի կոչ եմ անում, համարյալ մասնակցեք ընտրությունների, մասնակցեք, որ մենք մեր այսօրվա խոստովանածը գործով ավարտենք բոլորի։ Ձեզ բոլորի կոչ ենք անում արդին մասնակցել, այս ընտրություններին մեր ոչ կբաներ լինելու, մեր ամեն խոսքը գործ է լինելու, 24 ժամյա ռեժիմում անգնում եմ ձեր կողքը, ցանկացած գյուղացու մեր ամեն ասած բառը լինելու է գործ, որը որ մենք մեր գործով ապացուցել ենք, որը մենք մեր ժողովրդի կողքին անգնել ենք, չի եկել այս հարց, որ ժողովուրդը դիմեն կամ չդիմեն մենք ամեն ինչի տեղյակ ենք, ամեն գործից տեղյակ ենք, մենք երկար տարիներ աշխատել ենք, մենք մեր գործով ապացուցել ենք, բոլորից շնորհակալ ենք, անպայման ակտիվ մասնակցել։ Ես հարցս ուղղել եմ և ուղղում եմ բոլոր ընտրաշարին մասնակցող դիմացիներին։ Դուք ինչպես եք վերաբերվում, տանկը տունը փոխելու, զուգարան սարքելու, բնութագիր ուզելու 5000 դրամ, ոչ հարցնում են սոցիալապես ինչ վիճակում ես, ոչ հարցնում են հաշվանդամ ես, ոչ հարցնում են պատերազմի մասնակից ես, ոչ հարցնում են հողատուն տանիք ես, դուք այդ հարցերում ինչ վերաբերմունք ունեք։ Մենք այդ հարցերում մենք մեր գործով ապացուցել ենք, չի կարելի մարդիկ ասեն, որ այսօր մի բան կառուցում լավ է, ոչ մի պաշտոն հավեր չի։ Մարդկանց երեսին պետք է բարձ աշխով նայենք, թե չնայենք։ Չի կարելի ամոթ ասել։ Մենք մեր գործով ապացուցել ենք։ Բնութագիր ուզեմ 5000 դրամ։ Ոչ մի սոցիալական աջակցություն չեմ ստանում։ Այդ խոյ համայնքի Եղակերտ յուղը, այդ ինչ մի յուղա, որ օգնություններ ընդեղ մարդիկ մի մեծ անգամ ստանում են, Ծաղկալանջ համայնքում մարդիկ մի անգամ է չեն ստանում։ Դες ոնց ա լինում։ Ես խնամակալ եմ 2 տարուց ավել, ես ասում եմ բոլորին նույն ասել եմ, եթե Facebook-ով նայել եք կտեսնեք։ Գրված ա մեջը, որ տարին 2 անգամ պետք է գան ստուգեն սոցիալբաժնի, թե ես ինչպես եմ պահում այդ երեխային։ Միայն գան այս ժամանակ, որ ես բռնություն գործադրեմ, նոր գան ասեմ կալանք թևերը գցենք տանենք բեր, էս էլ է բալին ժողովրդի է։
Ոչ մի անգամ չեմ եկել։ Ճիշտ է, ինձ 30,000 գումար են տվել։ Տարել եմ, վերադարձրել եմ, դրել եմ քարտուղարության սեղանին եկել եմ։ Եթե դուք ինձ օգնություն տվեք, հետո դառնալ ինձ 30 տա, ես շատ շնորհակալ եմ դրանից։ Դրա համար տարի դրել եմ կուլտուրական սեղանի վրա, եկել եմ, ինձ վրա հպարտանները ինձ հայել կանչել։ Զանգում են, որ ընդունարանը գնամություններության ասում են կներեց, բայց համայնքի ղեկավարը մեզ դուր չտալի, որ ձեր տարանգամներին որևիցե մեկին ընդունել։ Թե բաղում համար են, մի րոպեում անհատական մարդկանց համար, սա ինչ է, ամեն մեկը իր ակնորի համար կռիվ է տալի։ Մարդը գործը թողում են, ետին դնում են գլխների, որ տեսատաշտիկ դուրս գան, բայց թողում են համար 7, համար 4, Հայր Հայաստան! համար 4, համար 4։ Զինվորական բազմաթիվ տարիների 45 տարվա զինվորական ես ասեմ անհավասար համարականություններ Ռոբատի ընտանիքի հետ համավերաբերում Ես հաշվանդամ, 3 հաշվանդամ, որից ես հնամատալ եմ։ Դեպքերիցը չեմ սակում, որ մեր աղետարված սենատները Արուկավագետանի գրիշարությանը վերում ավարցել են իրաշար մարդերի վերաբերմունքը և պաշտոնական մարդերի վերաբերմունքը հստակ իրակ շարունակել են ուստևով և երկրպես Իսկ ամենակարևոր հարցերից մեկը նա է, որ երբեք չի կարելի մոռանալ են մեր սուրբ քաղաքացիների, ովքեր իրենց երիտասարդ կյանքի տվեցին անուններ կյանքի ու հիմա դրանք ամենահավանինը համար որպես զինվորականի ես վստահեցնում եմ ձեր ուրյակության երկում և որպես ռազմական բոլորը օրեսօր ասել
ինչ ասել են սուր, հակառակ դրա։ Ես երբեք չեմ հակառակ խոսալու, բայց ստիպում եմ, որ իրանք ասիներ և հրանդան կապիտուլյացիա ստորակներ։ Նրանք հետագում են երանդում, սրկաչում Բայց իրանք գնացին ևս մի եկեղեցի պրծեցին իրանք կարդալու տեղած հոգևորականներով, որտեղ նրանք եսկեք չունեն։ Նրանք եկեղեցին արդեն համարեն իրանք հերթական տեղը, որտեղ իրանք ծափարություններով, եկեղեցիներում ծափարություններ չեն հնչում, դա թատրոն չի, դա օպերա չի։ Եվ ձեզ նստարեցնում եմ, մեր ամբողջ թիմը պատրաստակամ է կատարելու այն խնդիրները, որը մեր ժողովրդի առաջ ծախացել է։ Չթվարկեմ դրանք շատ բազմազան։ Իմացեք, որ Մայր Հայաստան կուսակցության խմբակցությունը ոստեղ 33 մասնակցել է և բոլոր Շնորհակալություն ձեզ, լավը դուք համար, ես հեսա փոխանցել ձեզ, շնորհակալություն ձեզ։ Ասում են, մարդիկ զոհվում են, աղբողությունը ոչ, սա է պահելու ժողովրդին ոչ։ Ես հաճել որ բարձրացնում եմ, չէ տեղեկանքների հազար դրամ, ասեք շինությունների, Երևանների, որ մտնում ես դրանց հիմնարկը արդեն իրանք գմաները դրել են, որ պտի տաս, ժերմոսների, բանի, սա խորացումները, դրանց ուրիշ են, շեմ են, մասիմումնա, մինիմումնա, իրանք դրել են ամենաբարձրը, ամենաբարձրը դրել են, քույրությունները ու ժողովուրդը տեղեկանքի համար հիկազատ դրել։ Մեր ժամանակի տեղեկանքի համար ոչ մի կողմի չեն վերցրել։ Տեղեկանքը գրել է աշխատակած դրկավանում, ձերի տողերի ժողովորդի։ Ու տեսել են գնացել է, եսի նորոշուն է, ուղղակի լուկ եմ ասել նորոշուն է, որ իրանք ես թրկերը բարձրացնում են, եշևերը միշտ բարձրանում է։ Գերմոսների պահով, նույն է իրավիտակը, ուղղակի փոխքերելու տեղը, ժողովրդի փոխքերը, դեն են սենց ասված բան ցույց տան, ուղղակնոս դերած փողերը, էտան պետությունը միլիարդներով, 7 միլիարդ հասարակապարտերը, իր աշխատակազմի ժամանակ։ 7 միլիարդ ապրելապարտերը ամենացրել է, որ նստած է ժողովրդի վրա, էլի նույն բանն է։ Բանը իկանչում են, ասում են գիտես իշկա, կես 22 հանդիք կանգացնում են։ Բանը ինչ պյանի, վերումա իր ժողովրդի վրա, ապրանք եկան, 22 հանդիք կանգացնեց, վերեց վերջի ժողովրդից կերեցին, և ոչ է ժողովրդից կերեց։ Ժողովուրդն է ստեղ ամբողջ ուժողը, ես պարտերը, ես վարդերը, ես ամեն ինչը, որ ժողովուրդը հաշում է, ուղղակի շատ անտանելի է։ Մենք, որ գալիս են փոխելու։ Ես Գերիշա Հայրուշյանի անձամբ կանաչում եմ, անձամբ իրար հետ երկարտարի աշխատել եմ, իրար հետ գնացել են պատերազմ, մասնակցել են, եկել են, ամեն ինչ արել են։ Ուղղակի ես գիտեմ, մի րոպե չեմ կասկածել, որ եթե մենք անցանք, 4-րդ համարը անցանք ժողովուրդը, 4-րդ համարը այդ շեմերը սա վերանայելու է, այդ գույնտողությունները ամեն ինչը վերանայելու է, ու իօգուտ ժողովրդի, իօգուտ ժողովրդի։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Ժողովրդան, շատ զգացված են, շատ շնորհակալ եմ, ողջունել պարոն Տերոյանյանի կողմից։ Խոսվեց ամեն ինչի մասին, թե համայնքի խնդիրների, վարչակարգի եղավ, թե լուսման տարբերակներ դիտակ մարդիկ առաջարկեցին, բայց ամենակարևորը այս նոյերից հրաշ վեպաստիճան վերանայքի օրենքերեն շարժանատ է կալորիկա դուք գնացեք տեղավազ ձեզ հայլետով եք համար չորդին, իշխոս գրատերտիկի ու ձեր համար դա դառնալու այսօրը իշարժանոր որպես փոփոխությունների սկիզբ, որպես փոփոխությունների սկիզբ մեզ էր գյուղում, տեղաշապատ համայնքում
թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, թե Մայ ալբոմի շուրջ, որը բերել է Մայ Հայաստանը։ Այնպես որ Մայ Հայաստան, համաչոց, համաչոց, Մայ Հայաստան, Ելցին, որ փոխեք, Ելցին, որ փոխեք, Ելցին, որ փոխեք։ Ցաղկալանջ յուղի հարգելի բնակիչներ, ես նորից ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ձեր բոլորի թույլտվությամբ մենք ուզենք շփենք յուղում, ժողովրդի հետ շփենք, միած ամբողջ թիմով ողջունենք մեր ցաղկալանջի բնակիչներին եւ մեր շնորհակալություն հայտնել։ Քրեաթերթի կանալ 4 միացիր, որ թողենք։ Սերին վարշապատ սուրին, էչ միացիր, իմ այ Հայաստան։ Վարշապատ, ոստան ես դում էր դպրության, դացի կոչնավ, նոր պայքարի ողջայության։ Նորել ապելության տխրության եկել է ժամը կողաչի շուտ միության Սիրելի Ծաղկալանջ բնակավարի ժողովուրդ, ձեզ ուզում ենք ողջունենք, ձեզ ողջունում եմ Հայաստան կուսակցությունը, մեզ
շատ ջերմ ընդունելության համար շնորհակալություն եք հայտնում եւ ուզում եմ երկու բառ ձեր հետ կիսվել Մայրաստան կուսակցության թե ինչի համար է Մայրաստան կուսակցությունը վաղ շաբաթ ընտրությունները, վաղ շաբաթ խոշորացած ավականու արտահայտ ընտրություններին մասնակցել։ 7 տարի է Էջմիածին քաղաքը ղեկավարում են ՔՊԱ-ականները, քաղաքացիական պայմանագիրը։ 7 տարի Էջմիածնում ոչ մի նորմալ կառավարում տեղի չունեցավ, եկավ փաստեցին, որ կոռուպցիոն սկանդալների արդյունքում իրենց ՔՊԱ-ական քաղաքապետին, թե հիմա վերջում ինչ կբացահայտվի, այդ անձնավորությանը այնպես արեցին, որ հրաժարական տվեց եւ գնացին արտահերթ ընտրությունների։ Ոչ մի տարբերություն, մի ՔՊԱ-ականին գալիս է փոխարինելու մի ՔՊԱ-ականը, բայց մի խնդիր չեն իրենք հաշվի առել։ Էջմիածին քաղաքում քաղաքացիական պայմանագիրը մերժված է ժողովրդի կողմից։ Իրենք գիտեն, որ Էջմիածնում չունեն վստահություն, ու ստիպված խոշորացված համայնքը խոշորացեցին եւ վաղաշաբաթին գցեցին, որ կարողանան ձայներ կորզել, խաբել մեր գյուղական համայնքի ժողովրդին եւ այդ ձայները կորզել։ Մի բան հաշվի չէին առել, որ այստեղ էլ կարող են խնդրի առաջ կանգնել։ Մայրաստան կուսակցությունը հայտ ներկայացրեց եւ մասնակցում է ընտրություններին։ Մեր ցուցակը գլխավորում են Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը, որոնք հենց Խոյ համայնքից են։ Եղել են Խոյ համայնքի բնակավայրի երկար տարիների համայնքապետեր եւ վայելում են ժողովրդի հարգանքը։ Հիմա այդ մարդիկ հասկանալով, որ ստեղել են խնդրի առաջ կանգնել, իրենց գործելավոճին են անցել, միակ իրենց գործելավոճը ոստիկանական համակարգը, ոստիկանությունը ստիպելով ապօրինի գործեր հարուցել։ Հիմա ուզում են այս տարբեր տեղերով տարածված տեղեկությունների Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի հանդեպ ուզում են գործ կարեն, որ կարողանան չեզոքացնել, բայց դեռ արդեն, այսպես ասած, ձեր նավը գնացել է, ուշացել եք, դուք խայտառակ եք լինելու, ոչ մի բանակայում Մայրաստան կուսակցությունը իդեպս Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի չեն ընկրկելու, միջև վերջ գնալու են, քանի որ իրաց թիկունքում ունեն Խոյ համայնքի, վաղաշաբաթ համայնքի ժողովրդի աջակցությունը, դրա համար ամսի 16-ին դուք դա կտեսնեք, դուք լավ հասկանում եք ինչ է կատարում, իսկ ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանին կուզեմ հիշեցնել, Արգիշտի Մեխակյան, դուք իշխանություն չեք ունենալու, ձեզ քվե չեն տալու, չեն վստահելու քաղաքացիները, ձեզ մերժելու են, քանի որ դուք ստի ու կեղծիքի իշխանություններն եք, դուք խաբում եք այս մարդկանց, դուք գալիս եք Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի կուսակցության հետ, խաբեք, կորզեք քվեները ու նույն թանկացումները բերեք վաղաշաբաթում, տրանսպորտ, գույքահարկ, աղբահանություն, ամեն բան թանկացնելու եք, ինչպես է որ արել եք Երևանում, բայց ես ուզում եմ հիշեցնել եւ վստահեցնել, Մայրաստան կուսակցությունը իդեպս Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի ձեր բոլոր պլանները խանգարել է ու խառնել է արդեն։ Դուք ոչ մի կարողam իշխանություն չեք ունենալու, ուզում եք ինչքան ապօրինի գործեր ուզում եք հարուցեք այդ մարդկանց վրա։ Ոչ մեկ հեկ չի կանգնելու իրենց դրած ուղուց։ Սիրելի ժողովուրդ, սիրելի վաղաշաբաթցիներ, ակտիվ մասնակցեք։ Միակ իրենց հույսը մնացել է, որ դուք քիչ մասնակցեք եւ ոստիկանական համակարգը։ Դուք շատ ակտիվ մասնակցեք, մերժեք քաղաքացիական պայմանագրին, այդ թալանչիների խմբակին եւ Հանրապետություն կուսակցությանը։ Այդ երկու կուսակցությունը միավորվելով ոնց որ Երևանում են ուզում թալանում են արդեն, հիմա են ուզում են ստեղ թալանեն, ձեր քրպանը մտնեն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր խնդիրներին, Մայրաստան կուսակցությունը գիտի ջերմոցային այս խնդիրները, ոռոգման, խմելու ջրի խնդիրները, բոլորը մեկ-մեկ ծրագրերում ներառել են եւ ամենակարևորը մանկապարտեզների հարցը, որ քաղաքացիները մեզ ասում են, որ մենք սոցիալապես լավ վիճակում չենք, անպայման պետք է մանկապարտեզները դառնա անվճար միանշանակ։ Եվ Մայր Հայաստանը ձեզ խոսք է տալիս 24 ժամյա ռեժիմով լինել ձեր կողքին եւ նոյեմբերի 16-ի երեկոյան, Կիրակի օրը, անպայման ակտիվ մասնակցեք, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը համար 4 քվեատերտիկի ներքո, որ բրցնեք այս թալանչիների փոքրիկ խմբակից։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։
Հայաստան ուսուցչություն գրաթերթի կամալ 4 միացիր, որ փոխենք։ Սին վալաշապատ սուրին էչ միացին իմ այ Հայաստան Վալաշապատ ոստան ես դու մեր դպրության Դարձիր կոչնակ նոր պայքարի ողջ հայության Միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապրելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշ միության Սեր ուղացին տոքոր համար Վալաշապատ Սաղկալանջ գյուղի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ ունենանք անվճար մանկապարտեզներ, մասնակցեք, որ ունենանք Էջմիածինը տուրիստական կենտրոն, ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք համար 4-ին։ Այր Հայաստան! Համար 4! Համար 4! Այր Հայաստան! Միացին! Միացին! Ինչպես տարբեր բնակավայրերում, Ծաղկալանջ բնակավայրում նոր տեսանք, որ գյուղի մեջտեղը համայնքապետարանի դիմաց էր մի նոր փոքրիկ խաղահրապարակ են կառուցում ընտրությունների նախաշեմին, ինչպես եւ տարբեր սոցիալական հարթակներում տեսնում ենք, այս մարդիկ ինչքան ուժ ունեն օգտագործում են վարչական լծակները, այլ մարդկանց վախեցնելով, ահաբեկելով, որ ընդդիմադիրների քարոզարշավին չմասնակցեն։ Հիմա եթե օգուտ չի տվել, անցել են ասֆալտապատման, աղաչուձախ ասֆալտ են անում, դե իրանց իրաց գործն է, դա ասֆալտը փողա դրա մեջ, բայց այդ ասֆալտն անորակ ասֆալտ է, տեսանք գյուղերից մեկում, Զոհարտոց գյուղում ինչ կարգի ասֆալտ էին արել, ուրիշտեղից քերում, բերում են, ինչա մարդկանց աչքերին թոս փչել, որ գործ են անում, վարչական լծակը չարաշահելով, ժողովրդի հարկերից, տուրքերից, վճարած գումարներից հիմա ասֆալտ են անում, դուք պետք է ասֆալտ անեք, ուրիշ մարդիկ ասֆալտ չեն անելու, դուք եք ոչ բարով ղեկավարում մեզ վաղարշաբաթ խոշորացված համայնքը, բայց ժամանակավոր ամսի 16-ի երեկոյան վաղարշաբաթցիների ակտիվ մասնակցության արդյունքում քաղաքացիական պայմանագիրը մերժվելու է, Արամ Զավենի Սարգսյանը իր կուսակցությամբ մերժվելու է և 17-ի առավոտյան վաղարշաբաթում նոր իրողություն է լինելու և իշխանությունը ժամանակավոր քաղաքացիական պայմանագիրի արգիչնի մեխանիկանի գլխավորությամբ խայտարակ ձևով մերժվելու են եւ ժողովուրդ ջան, ակտիվ մասնակցության պարագայում մենք խոսք ենք տալի, Մայր Հայաստանը խոսք է տալի, որ նոր իրողություն ալնելու, նոր մարդիկ, նոր խելացի մարդիկ են ղեկավարելու համայնքը եւ ստանալու ենք լավ ակցում։ Այնպես որ մասնակցեք ընտրություններին, ձայնը տվեք Մայր Հայաստանին եւ ոչ մի պարագայում չթողեք, որ ձեր փոխարեն որոշեն, թե ինչպես են ղեկավարում։ Մենք Երևանում ավականու անդամներ գործով ձեզ ասում ենք, քաղաքացիական պայմանագիր ու հանրապետություն կուսակցությունը ձեր գլխին այսպես ժողովրդի ասում ճարմ են դառնալու։ Սրանք գալու են ձեզ քաղաքացիներ բերեն, խայտարակ կառավարում, հետո նոր երևանցիների պես ասել եք իզուր ինչի չմասնակցեցինք ակտիվ ընտրությունների, որ մերժեինք։ Այնպես որ Մայր Հայաստանը ձեր կողքին է, 24 ժամի կողքին ձեր լինելու է։ Ձեզնից խնդրում ենք, ակնկալում ենք ձեր քվեները։
Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վարշապատ սուրի էչ միացին իմ այ Հայաստան Վարշապատ ոստանն ես դրում էր դպրության Դապսի կոչնար նոր պայքարի ողջ հայության Էչ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սև կողացին դուք ու համար Վալաշապան Մայր Հայաստան կուսակցությունը Ծաղկալանջի սիրելի հայրենակիցներ, վարշապատ խոշորացող հավանքի հարգելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, մենք ունենք շատ պատկառելի ցուցակ, որը կազմված է փորձառու կառավարչական ձիրք ունեցող անհատներից, նորասենիք ունեցող երիտասարդներից, իսկ թիմը ամբողջացել է քաղաքական թիմային պատասխանատվության։ Մենք այս պահ չենք անում անպայման գնալ տեղամաս, անպայման մասնակցել ընտրությունների, անպայման ձեր խոսքը հնչեցնել համայնքային իշխանության ձևավորման ընթացքում։ Մենք թիվ 4 ենք, թիվ 4 քվեաթերթիկ, մենք Մայր Հայաստանն ենք, մեր ցուցակը գլխավորում է Դողս համայնքի երկարամյա ղեկավար Գրիշա Հարությունյանն է, երկրորդ համարը Դավիթ Կարապետյանն է, երրորդը Հռիփսիմե Մկրտչյանը։ Մենք շրջելով գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, արձանագրում ենք այն խնդիրները, որ ունի յուրաքանչյուր գյուղ։ Հորովման ջրի, խմելու ջրի, ջերմոցների հետ կապված, որ մանկապարտեզները վճարովի են դարձրել, որ ձեր փողոցները սենց խայտառակ վիճակում են, որ ընտրություններից առաջ են մենակ ստեղից ընդեղից ասֆալտ են քերում, բերում, նստում են ձեր փողոցները, որ տեսեք ինչ լավ ասֆալտ են արել։ Սրանք դասական ասֆալտապետություն են կառուցել։ Սրանք ասացը ինչ է, ճիշտ ասած չենք կարում հողը պահենք հայրենի, բայց կարանք լավ ասֆալտ անենք, այն է պարտքով, պետական պարտքով։ Հիմա ձեզ պետք է որ երկրի սահմանները գնալով փոքրանան, Արցախը դառնա Թուրքի փայ, Հայաստանի տարածքից 200 կիլոմետր դառնա Թուրքի բաժին, սրանք են գնան պարտք անեն, կեսը դնեն իրանց գրպանը, կեսը բերեն քերած ասֆալտ անեն ձեր գյուղում, ասեն տեսեք ասֆալտ, ո՞ց էր ասում իրանց առաջնորդը։ Մենք ունենք բոլոր խնդիրների ամրագրումը, բոլոր գյուղական խնդիրների հաշվառումը, ունենք դրա լուծումները, ունենք քաղաքական կամք, ունենք անցած ճանապարհ,
եւ ունենք այս երկրի ապագայի հետ կապված շատ մեծ պլաններ։ Այնպես որ միայն ձեր աջակցության շնորհիվ նոյեմբերի 17-ը նոր իրողություններ կբերի նաեւ ձեր գյուղին եւ Հարաշապատ խոշորացված համայնքին, ինչու՞ չէ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ուրեմն, Հայր Հայաստան, Համարչոս, Համարչոս, Հայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին Հարաշապատ սուրի մեջ միացին իմ Հայր Հայաստան Հարաշապատ ոստան ես դում էլ դպրության տապսի կոչնավ նոր պայքարի ողջայության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սիրելի հայրենակիցներ, Մայր, այստեղ քիչ առաջ ճշտեցինք այս փլատակներ հիշեցնող շենքի ծագումն ու պատկանելությունը, սովորաբար քպեականները դες ճոխ ռեմոնտ են սիրում էլի, դες թանկ, այդ ռեմոնտից էլ օրինչ հատկած քերի, սովորաբար իրենք լավ ճոխ վերանորոգումներ են անում, ես վերջերս Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճը մեզ տեղին փող մսխեցին, Ինչ է, այս շենքի հետ կապված ասում են, որ սա այս գյուղի գյուղապետարանն է, այս գյուղի գյուղապետարանի շենքի, որ նայում ես, արդեն մնացածը հասկանալի է, էլի։ Ասեք, այս ինչ տեսարան է, էլի, այս ինչ է կատարում։ Կապի ամոթ է խոսքը, չի սա հայտարարություն, հա։ Դե որ դուք բերեք քերած ասֆալտ փռեք, էսա։ Որ բերեք քերած ասֆալտ փռեք, Դե գյուղապետարանն ձեր պահած գյուղապետարանն ես օրին պտույնի, էլի։ Այս թեք ռակուրսով, որ նկարենք համ ասֆալտերը, համ գյուղապետարանը, ահայն ամենը ինչ պետք է իմանալ ՔՊ-ի պատկերի մասին։ Այս եք դուք։ Այս 8 տարվա մեջ մեր գյուղապետարան չեք նորոգել, հələ տանիքը, հələ այս Չեռնոբիլից ինչ-որ ասոցիացիաներ է առաջացնում։ Էսա Այդ արգավանտի Երևան մտնող հատվածից քերել են, ընդեղ ասֆալտի վրա, ասֆալտանելու վրա են փող աշխատում, ստեղ են այս համայնքի բյուջեից դուրս գրում կանեն, հտրություններից առաջ մարդկանց աչքերին թոսկ չենք ասեն, վայ տեսեք երկու փողոց սենց քերած ասֆալտ ենք բերել, էսա այս իրականությունը, առանձնապես սենսացիա չկար իրենց դեպքում, սա բնական ճակերտավոր օրինաչափ երևույթ է ՔՊ-ի կառավարման տարիներին, Այնպես որ այս տեսարանը մեզ ավելի է պարտավորեցնում
որ էլ ավելի մեծ եռանդով մենք գնանք փոփոխությունների։ Այսպիսով, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի Ծաղկալանջի բնակիչներ, մենք եկել ենք ձեր համայնք, տեսնում ենք, փողոցներով քայլում ենք, սրանց առանց գործերը տեսնում ենք, այն որ ժողովրդին փորձում են խաբելով, մյուսով փորձում են իրենք գնեն առաջ, չի լինելու այդպես բան։ Եկեք պարզ կանգնեք ժողովրդի դեմ, ասեք, ընտրությունից ընտրություն։ Վերում եք ժողովրդի աշկը, կապում եք, այն էլ քանդված ասֆալտով, որ կարելի է մի ամիս առաջ անել, 2 ամիս առաջ անել, հիմա վերել եք խապում եք, նախկիններին էլ բնորում եք, նախկինները լավ չեն աշխատել, թալանել են, ձեզանից լավ թալան չի, ձեզանից լավ թալանանող չկա, հիմա շինցու գործեր են փորձում կարել մեր վրա, Գրիշա Արությունյանի և իմ վրա, Դավիթ Կարապետյանի։ Այդ շինցու գործերով մեզ չեն կարող ախասնել, ոչ են կարող մեզ փորձեն ատամ գցեն։ Այդ ատամը թող իրանք միշտ տեսնեն, որ մենք այդ ատամից չենք վախենում, այդ ատամներն էլ շուտով թափվելու է։ Ես պարզ ասեմ, հիմա անդրադարձել են, էս են թալան է, են են արեն է, հիմա դուք մարդկանց 30 տարիների հողերը, մարդկանց տնամերձ հողամասերը վերցրել եք հենց ծաղկում համայնքում։ Գիտեք մենք տեղյակ չենք, ամեն ինչից տեղյակ ենք, այս կողմից ծախել եք, այն կողմից առել եք, հիմա եկել ես անդրադարձել ես ինձի, այ հիմար, դու ով ես, դու քեզանից ինչ ես ներկայացնում, դու այդքան կաս, որ անդրադառնաս ինձ, կտեսնենք, օրը կգա բարիները, 17 առավոտ ես քեզ կասեմ, դու ով ես, մենք ով ենք, մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, դուք ձեզանից ինչ եք ներկայացնում։ Դու այդ որը տենց ծախի արել ես, դու չմտածես, տենց հեշտ մարսելու ես, հիմա էլ ընկեր ես գործ ես քանդում, գործ ես կարում, կաս դու այդքան որ իմ վրա գործ կարաս կարես կամ գործ քանդես։ Որը մեկ գլուխները պարզ ճակատով ման են գալի, բոլոր համայնքներում, բոլոր հանրապետությունում։ Ես քեզ ասի, չէ՞ դու այդքան տղա չկաս, որ դու ինձ անդրադառնաս ու փորձես ասել մենակ դու ձեռից գալիս ա գործ տալ, մենակ դու այդ կարաս անես։ Եթե դու ինձ անդրադարձել ես, չես ապացուցել ժողովուրդը, որ սա հանրությունը տեսնի, ես քեզ խոստանում եմ դրա համար, 17-ից հետո ես քեզ ասեմ, դու ով ես մենք ով եք։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Ձեր այրակիցներ, Ես ողջունում եմ Մայր Հայաստանը, Ես կտկայելով գուրելով, տարբեր հանցական միավորներով, տարբեր քաղաքացիներով, արձանագրելիս շատ խնդիրներ, բայց ձեր համայնքը առանձնահատուկ անուշադրության հատված ձեռել ինչպես տեսնում ենք։ Եթե ձեզ ձեռը տալիս, եթե ձեր համար թույլելի է, որ 5 տարի առնվազն, եթե չխոսենք իրենց կառավարման 7 տարիներից, վերջի ընտրություններից հա այսպես որ հաշվենք, ձեզ անտեսեն, ձեր համար ոչինչ չանեն, ձեր փողոցը այսպես անբարեկարգ, ոչ կողքիկ յուկակում, անբարեհուս, ձեր դուանպետարանը ասենց համաշխարհային պատերազմի ռմբահարության ենթարկված չենք ոնցով լինի, ու այդպես շարունակ, Ուտրությունից առաջ բերեն, ուրիշներից քերած ասվածը ձեր փողոցում հլսիչեն էլ փռեն, հա? Տենց, հերմերի պես կանգնեցած է։ Եթե դա ձեզ ընդունելի է, մենք է կարտիքի չենք դեմասին, հետպես որ կոչ ենք անում ապրական գնատեղամաս, երիտևս Մայր Հայաստանի դուք ունեք շատ հրաշալի լավ այլընտրանք։ Դրա համար կոչ ենք անում միանակ մեզ, որ փոխենք
այս իրականությունը հակառակ սպարագայում սրանք կարող դնելու են դժգույն ու դժվարտ ու հանձնել Թուրքիա։ Դրանց մոտ է դա լավ ստացվում։ Այնպես որ բոլորիդ կոչ ենք անում միանալ մեր պայքարի։ Եթին! Որ փոխենք! Եթին! Որ փոխենք! Եթին! Որ փոխենք! Մայր հայաստական կուսակցություն քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Բարև մայրիկ ջան, բարև ձեզ։ Այմեն մայրիկ ես հենապայքով, որ տեղից վեր կացավ, մոտեցավ, եկեք մեկ բաղցել, ողջունենք ես տատիկին։ Դավիթի վրա գործ կայել փորձողներ, դաց տեղով անցեք կենանք, այս տատիկը ձեզ ուշադրության կարժանացնի, թե չէ։ Abre, kes arroqsun. Hiç dağıtmışsın, arroq. Abre, statca. Ողջույն սիրելի ծաղկալանցիներ, Մայր Հայաստանը չէ, ողջունում է բոլորին և կոչ է անում նոյեմբերի 16-ին առավոտյան անպայման արթնանալ, տոնական հագնվել և բարձր տրամադրությամբ գնալ ընտրատեղամաս։ Ընտրել այն քվեաթերթիկը, որը Արցախը չի ծախել։ Ընտրել այն քվեաթերթիկը, որը Երևանում մի կերպ խաբելով, կուլիսային պայմանավորվածությամբ, անասնագողությամբ իշխանություն չի վերցրել և երևանցիների համար գույքահար, աղբահանության վարձավճար, տրանսպորտի գինը, կարմիր գծերի արժեքը չի թանկացրել։ Սիրելիներս, սիրելի հայրենակիցներ, անպայման նայեք, թե ով ինչ է արել։ Դուք տեսնում եք, որ 2018 թվականից ի վեր, մինչ այսօր ՔՊ-ն, քաղաքացիական կոչվող պայմանագիր կուսակցությունը, ունենալով լիիրավ իշխանություն և երկրում, և կոնկրետ գաղափարշապատ խոշորացված համայնքում, ձեր գյուղում, ոչ մի բարեփոխում չի արել։ Դուք քայլում եք, երթևեկում եք այս անհարմար ճանապարհներով։
ասֆալտաբացման իսպար բացակայության պայմաններում։ Միշտ Նիկոլը ասում է, որ ասֆալտը փող է, միշտ Նիկոլը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան 3 միլիոն վարչապետեր, եւ Նիկոլը ասում է, որ բոլոր վարչապետերը պետք է իր 2018 թվականին իշխանությունը վերցնելուց հետո բարելավեն իրենց կյանքը։ Արդյոք դուք ձեր սառնարանը բացելիս, արդյոք դուք ձեր տան մեջ հայրերից, շրջերից արձանագրել եք որևէ դրական փոփոխություն։ Գյուղական համայնքում, հենց ձեր համայնքում, ձեր փողոցներում հայտարարած վիճակում են գտնվում ճանապարհները։ Սա Նիկոլի վերաբերմունքն է, ՔՊ-ի վերաբերմունքն է կոնկրետ ձեզ։ Ահա հենց այսպես է ձեզ վերաբերվում։ Հակառակ պարագայում բարձր պարգևավճարների փոխարեն, թանկարժեք գործուղումների փոխարեն նրանք գումար կվերանադրեին եւ գյուղամիջյան ճանապարհները կբարելավեին, բարեկարգեին, ձեր կյանքը կբարելավեին, տատիկ պապիկների թոշակները կբարձրացնեին, բայց ոչ, ԿՊ-ն իշխանությունը վերցնելուց հետո իր նախարարների ու պատգամավորների աշխատավարձերը բարձրացրեց։ Իսկ ուսուցիչները, գյուղական դպրոցներում աշխատող ուսուցիչները այս անհարմար ճանապարհներով գնում գալիս են, տատիկ պապիկները այս անհարմար ճանապարհներով փորձում են տեղից տեղ տեղափոխվել եւ ստանում են չնչին եւ կենսաթոշակ եւ չնչին աշխատավարձ։ Սա ամոթ է, սիրելիներս։ Ամոթ է եւ այս իրավիճակը պետք է փոխել։ Հայաստանի Հանրապետությունը ունի այնքան հնարավորություն։ Ողջունում ենք ձեզ, սիրելի սահկալանջցիներ, եւ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Կատարել ճիշտ ընտրություն։ Հիշել, որ Մայր Հայաստանը նոր ուժ է, լիովին ինքնուրույն ուժ է եւ Երևանի ավականիում երևանցիների վստահության քվեն ստանալուց ի վեր տարին 12 ամիս օրը 24 ժամ քաղաքացիների կողքին է։ Գյումրիում Մայր Հայաստան խմբակցությունը եւս փոփոխություններ է արձանագրում։ Սիրելի ծաղկալանջցիներ, կատարեք ճիշտ ընտրություն, ընտրեք ինքնուրույն ուժին, ընտրեք փորձի եւ երիտասարդության միասերվածությունն ունեցող ուժին։ Սիրելիներս, անպայման մասնակցեք նոյեմբերի 16-ի ընտրություններին, ինքներդ փոխեք ձեր ճակատագիրը։ Քվեարկեք Մայր Հայաստանի օգտին, ընտրեք թիվ 4 քվեաթերթիկը։ Ընտրեք թիվ 4 քվեաթերթիկը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրավունք ունենան, որպեսզի ՔՊ խաբելով չգա իշխանության ու մի օր էլ չասի, որ գիտեք, էջմիածիններ, ծաղկալանջներ, վաղարշապատ խոշորացված համայնքներ, բոլորն էլ դժգույն են եւ դժբախտ են։ Ցույց տվեք քաղաքացիական պայմանագրին իր տեղը։ Սիրելիներս, կատարելով ճիշտ ընտրություն, դուք քաղաքական ճիշտ ապրանք եք տալու քաղաքացիական պայմանագրին, էմոցիաները գողանալու, իշխանությունը վերցնելու եւ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը միջազգային հարթակներում գցելու համար։ Սիրելի ծաղկալանջցիներ, հիշեցնենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկով համար 4-ն է եւ նոյեմբերի 16-ին մասնակցենք ընտրությունների։ Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Ծաղկալանջ գյուղի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք ինչ ենք առաջարկում ձեզ։ Առաջարկում ենք մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։ Դուք ձեր ձայնը տվեք, մենք ապահովենք մեր համայնքների զարգացումը։ Ջերմոցները, որ վերել են օրինական դաշտ, մենք դեմ չենք, բայց մենք ձեզ առաջարկում ենք, որ մենք չենք մտնելու ձեր գրպանը եւ ջերմոցները օրինականացնելու են գյուղացու կողքը կանգնելով։ Ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք համար 4-ին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացի, միացի։ Հայաստան կուսակցություն
Քվեաթերթի կանոր 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրի էչ միացի իմ այ Հայաստան Վաղար շապատ հոստանն ես դու մեր դպրության տապի խոչնան նոր պայքարի ողջայության Ստին ու անհավատին մայր տաճարի լույսը հոդին Կեզ կապանի աստողորդին Սին ալաշապատ սին էչ միացին իմ այ Հայաստան Սին ալաշապատ սին էչ միացին Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան Բարև ձեզ, սերի լանդրը ճախտարասիրը, բարև ձեզ Եկ բայ Հայաստան եք ներկայացնում, ողջունում եք ձեզ Ին յուրովի սաղանապահը դուք եք, յուրովի սաղանն եք պահում Մենք հետացում Գրիշա Հարությունյան դես, դոս յուրի երկարավյալ ղեկավարը Մայլայա Դետեն սաբա Հետս կոչ եք անում անպայման գրացեք կրտություն Անպայման մասնակցեք Այս ամրխիթար, այս ամոթարի վիճակին պետքա վերջկա Դուք ստեղծող արարող մարդիկ եք և սազական չի, որ ձեր միջավայրը Սնտամբարի կարգինի և վտրությունից ընտրություն մենակ իշխանությունները ձեզ հիշեք Տեսում ենք Ծաղկալանջի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում եմ այր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, բոլորիդ կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս, նոյեմբերի 16-ին, որոշում կայացրեք ձեր համայնքի ճակատագրի վերաբերյալ, որոշում կայացրեք Մայրաթոռի վերաբերյալ, որոշում կայացրեք ամբողջ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Դուք այս իրականության մարդիկ եք, դուք բոլորդ շրջապ տեսել եք, թես վայ իշխանությունների կառավարման տարիներին մեր երկիրը ինչ կորուստներ է ունեցել։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, անպայման, շնորհակալություն։
Դուք բոլորը տեսել եք, թե ինչ կորուստներ է ունեցել մեր երկիրը։ Դուք տեսել եք, թե ինչքան սուտ, կեղծիք, կոռուպցիա, կրիմինալ եւ նմանօրինակ այլ հարատավոր երևույթներ են ուղղակի քեջ տվել մեր երկրում։ Մեր երկիրը ինչ կորուստներ է ունեցել։ Ու հիմա այս երկերեսանիները, այս սոփեստները, այս անամոթները եկել են ընտրությունների նախաշեմին, մի քանի գյուղի փողոցներում քեյած ասֆալտ են փռում, որ այս պահին մարդկանց սիրաշահեն, հերթական անգամ խաբեն, քվե գողանան, վստահություն գողանան, հույսու հավատ մսխեն, որ շարունակեն իրենց ազգադամ գործունեությունը, բայց դա դրանց մոտ չի ստացվելու, որովհետև իդեպս Մայր Հայաստանի դուք ունեք շատ փայլուն այլընտրանք, ով տիրապետում է թե համայնքի խնդիրներին, հաստավորապես ջերմոցներին վերաբերող, այդ շարքերում մարդիկ կան, ովքեր հրաշալի վերլուծել են այդ խնդիրը եւ դրա լուծումները, թե այն, որ մանկապարտեզները վճարովի են դարձրել, թե այն, որ փողոցները անբարեկարգ են, տիրապետում են եւ դրան, եւ քաղաքական գնահատական ունեն, քաղաքական այլընտրանք են առաջարկում, ինչպես առաջարկել ենք Երևանում, ինչպես առաջարկել ենք Գյումրիում, այժմ նույնը անում ենք Վավարշապատում, որպես առաջիկա համապետական փոփոխությունների նախերգանք։ Այնպես որ ձեր այնակիցներ, միացեք Մայր Հայաստանի հաղթարշավին, գնացեք ընտրատեղամաս, ձեր ձայնը տվեք թիվ 4-ի, Մայր Հայաստան, Համար 4, միացին, միացին, Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթի համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին Վավարշապատ, սուրին էջ միացին, իմ Մայր Հայաստան։ Վավարշապատ, հոստան ես դում էլ դեպրության, դապցի կոչնալ, նոր պայքարի ողջայության։ Որն է մեր քվեաթերթիկը։ Եկել է ժամը կողաչի շուշնիության։ Վավարշապատ, սերին Վավարշապատ, սուրին էջ միացին, իմ Մայր Հայաստան։ Ստին ու անհավատին, մայր դաջարին, լույսը հոդին, կեզ պահպանի ասոմոտին, սերին Վավարշապատ, սուրին էջ միացին, իմ Մայր Հայաստան, սերին Վավարշապատ, սուրին էջ միացին, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Կրպսիմե Մկրտչյան, քվեաթերթի համար 4, միացիր, որ փոխենք։
Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրբին էչ միացին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստան ես դրում էր դեպրության Դապցիր ոչնամ նոր պայքարի ողջ հայության Էչ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության Եկել են ժամը գողացի շուշնիության Սև կորացի կողքու համար Էչ միացին իմ այ Հայաստան Ելին ես քո խոսքը ասա Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարին Լույսը հորդին Կեզ պահպանի ասողոտին Սերին աղաշապատ սիրպին Էչ միացին իմ այր Հայաստան Սերին աղաշապատ սուրպին Էչ միացին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Լուկաչյան, քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր։ Սաղկալաջի հարգելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, մենք Մայր Հայաստանն ենք։ Մենք բոլորիդ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս։ Գնալ ընտրատեղամաս, որ ձեր փողոցները անցանելի դառնան։ Գնալ տեղամաս, որ ունենաք պատասխանատու իշխանություն։ Գնալ տեղամաս, որ երկիրը չփոքրանա։ Գնալ տեղամաս, որ հոգևորականը բանտում չլինի։ Գնալ տեղամաս, որ բարերարը բանտում չլինի։ Գնալ տեղամաս, որ երկրի ղեկավարը Թուրքի առաջ կուրկուրի ձակ չդառնա։ Գնալ տեղամաս, որ ձեր կյանքը բարելավի։ Գնալ տեղամաս, որ պետական պարտն ավելացնելու աշիվ քերած ասֆալտը չբերեն ընտրությունների օրերից ձեր գյուղեր ու քարեն, թե տեսեք լավ բան ենք անում։ Բարը ձեզ։ Իշտա, չեն գալի փոխեն, չեն գալի փոխեն։ Հաշիան եկավ և ասել դիգան լարին լարերը փոխեն, ոչ իմանը չեն փոխեն։ Ով փոխեն, ոչ իմանը փոխեն, հավոչ ան։ Եկա, և ամա չեն իրան ճանանչելով, և ամա ես իրան շեմ, դնարցումով դեմ շնդես։ Լավն եմ ասել։ Լավն եմ ասել։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ,
Մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթի։ Քվեաթերթիկ Համար 4 Մայր Հայաստան Այո, ընտրելու ենք ում? Համար 4 Համար 4 Գրիշա 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 Սաղկալացի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ Մայր Հայաստանն է ողջունում, մենք թիվ 4 քվեաթերթիկ ենք, բոլորիդ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, կատարել սեփական քաղաքացիական պարտքը, իրականացնել համայնքային իշխանություն ձևավորելու իրավունքը, մասնակցել համայնքի կառավարմանը, վերաբերմունք արտահայտել թե ձեր համայնքի ներկայվիճակի, թե Մայրաթորի, թե Էջմիածին քաղաքի, թե Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Կարիքա, բարև ձեզ, բարև ձեզ։ Կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս։ Մուզիկա Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Սերին համաշապատ սուրի Էջմիածին իմ Մայր Հայաստան Ոստաններ դում են դպրության տապքի կոչնար նոր պայքարի ողջայության Էջմիածին
Մայր Հայաստան կուսակցություն, Գինշահարությունն, Լանիտ Կարապետյան, Պրիքսինե Ուկաչյան, Կրեատերցիկ համար 4, միացիր, որ փոխեն։ Լավ եք, առողջել եք։ Կուսակցություն, Կրեատերցիկ համար 4, միացիր, որ փոխեն։ Մնացինք, ստեսնվեց, լավ մնացեք, առողջել։ Սիրելի ցանկալանջիներ, ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մենք եկել ենք քարոզարշավի օրերին 4 օր մոտ 4 օր է մնացել, եկել ենք իրազեկելու ձեզ, որ մասնակցեք պարտադիր ընտրություններին, Արգիշտի Մեխակյանը համար 7 քվեաթերթիկներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մենք բոլորի կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին Նիկոլ Փաշինյանի դրածոյին, Հանրապետության կույր կուսակցությանը, մենք ձեր բակերով այցելելուց տեսանք քերած ասֆալտներ, ընտրությունների նախաշեմին բերել են աչքակապոցի անելու, ձեզ խաբելու 7 տարի քաղաքացիական պայմանագիրը գործող համայնքապետ է ունեցել, բայց ոչ մի ասֆալտապատման աշխատանքներ այստեղ չեն կատարվել, սա ինչ է, որ եթե ոչ ընտրակաշարք, ձեզ փորձում են կաշառել, բայց մենք վստահ ենք, որ բնակիչները տեսնելով այդ ամենը գնալու են ընտրատեղամասեր եւ մերժելու են քաղաքացիական պայմանագիր փոքրիկ խմբակին, այո, նրանք փոքրիկ խմբակ են եւ կառավարվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, ցանկացած անձ, ով քաղաքացիական պայմանագիրն է ներկայացնում, կառավարվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կարևոր չէ նրա անձը ինչպիսին է, քանի որ նա պարտավոր է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլապես նա էլ կկալանավորվի, այդ բռնաճնշումը նույնիսկ կտարածվի իրենց աշխատակիցների նկատմամբ։ Տեսեք, օրինակ, օրեր առաջ մի դպրոցի տնօրեն ընտրակաշարք էր բաժանել, այո, ընտրակաշարք եմ ասում, որովհետև դա ընտրակաշարք է, քարոզարշավի ժամանակահատվածում չի կարելի բարեգործություն իրականացնել, այդ բարեգործությունները կարող էին մինչև քարոզարշավի սկսելը կատարել կամ սպասել քարոզարշավից հետո, դա տեսեք ինչ են անում, քաղաքացիական պայմանագիրը փորձում է ձեզ փոքրիկ ասֆալտներով, ինչ-որ կոշիկներով բարեգործության անվան տակ խաբել սիրելի քաղաքացիներ։ Ինչ կարող եք անել, եթե դուք նույնիսկ ստիպված եք պետական ապարատում եք աշխատում, իրենց դեպքին չեք կարողանում ասել այն ամենը ինչ մտածում եք, գնացեք ընտրատեղամաս եւ իրենց մերժել, այնտեղ ոչ ոք չի իմանալու թե դուք ում եք ընտրել։ Մենք ոչ ենք անում ընտրել համար 4-ին Մայր Հայաստանին։ Համար 4 Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան,
Ծաղկալաջի հարգելի հայրենակիցներ, սիրելի բնակիչներ, բոլորիդ ողջունում է Հայր Հայաստանը, կոչ եք անում անպայման նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրական գործընթացներին, ձեր ձայնը հնչեցնել համայնքի կառավարման հարցում, տեսակետ արտահայտել առ այն, որ նախորդ արատավոր բարգելը դատապարտելով և նոր Հայաստան, արդար Հայաստան վակարկելով գալով իշխանության, ավելի քան 7 տարվա ընթացքում ձեր փողոցներում ոչինչ չի փոխվել։ Ձեզ համար ոչինչ չեն արել։ Ձեր գյուղը որպես այդպիսին մանկապարտեզել մարդավարի չունի։ Խմբակներ, սպորտային, երեխաների համար զբաղմունքներ, չկա, գոյություն չունի։ Համայնքը մատնված է անտերության։ Բայց զարմանալու ոչինչ չկա, որովհետև ողջ հանրապետությունն է մատնված անտերության, անտերության մատնվեց Արցախը, բառի բուն իմաստով նվիրեցին Թուրքին, հիմա հարձակվել են մայրաթոռի վրա, ուզում են հիմնահատակ անել, կեղծ պատարակներ են անում, իրենք իրենց ներշնչում են, մարդկանց խաբում են, բայց անգամ վարչական ռեսուրսով այդ պատարակները տապալվում են, շատ սակավամարդ է։ Մի խոսքով, այս անփառունակ և ողորմելի իշխանություններին մենք ձեզ առաջարկում ենք այլընտրանք իդեմս Մայր Հայաստանի, այլընտրանք իդեմս մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի և Հռիփսիմե Մկրտչյանի, իդեմս մեր քաղաքական թիմի, որը ներկայացված է թե Երևանի ավականիում, թե Գյումրու ավականիում։ Բարև ձեզ, կայնենա ձեզ հյուրեկել։ Մայր Հայաստան։ Համար 4, Մայր Հայաստան։ Yes. Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրին, էջ միացին, իմ Մայր Հայաստան։ Վաղար շապատ,
ստանես դու մեր դպրության, դարձիր կոչնավ նոր պայքարի ողջ հայության։ Սիրելի հայրենակիցներ, Սախկալանց գյուղի արգելի բնակիչներ, ինչպես ասեցի, մենք շրջելով գյուղերում արձանագրում ենք և էպիսկոպոսների, որ հատուկ են գրեթե բոլոր գյուղերի, և խնդիր հատուկ են կոնկրետ մեր գյուղի, և հասկանացանք, որ այստեղ հանրաջական ժամանակներում այս տարածքում մանկապարտեզ է գործել, որի գործունեությունը կասեցված է և երեխաները գնում են հարևան դպրոց։ Յուրաքանչյուր համայնքի սոցիալական պատասխանատվության խնդիրն է, եւ եթե համայնքի ռեսուրսները չի բավականացնում, արդեն խոշորացված համայնքի մարզպետարանի կառավարության, որպեսզի երեխաները մանկապարտեզ ունենան, թեկուզ եւ թողնալինի, ասեմ չգիտեմ, փոքր խմբով երեխաների համար։ Բայց դրա համար պիտի նաեւ մանկավարժական մասնագիտությունը լավ բարձրացնել, այդպիսի շատ տարբեր խնդիրներ կան։ Բայց ամենայն դեպս համայնքը պետք է հանձնառու լինի, որ գյուղում լինի եւ մանկապարտեզ, եւ մշակութային, եւ սպորտային խմբակներ։ Այդ առումով խնդրել այս տեսարանը, որ մենք տեսնում ենք, շատ համախիթար է եւ այստեղ ասում են, որ երկար տարիներ է, որ գյուղը մանկապարտեզ չունի։ Սա ուղղակի ամոթ ու խայտարակություն է մեր օրերի համար։ Եվ նոյեմբերի 16-ին ոչ ենք անում գնալ ընտրալ տեղամաս, որպեսզի ձեր գյուղի մանկապարտեզի հնարավոր կառուցման հարցը դառնա քննարկման առարկա առնվազն։ Առնվազն քննարկման առարկա դառնա, եւ որպեսզի հետագայում դուք շատ լավ ունենաք այդ զգացողությունը, որ դուք կատարեցիք ճիշտ ընտրություն եւ որպես հետեւանք ոչ թե մեկ էլ մյուս ընտրությունների շեմին բերեցին, քերած ասած թափեցին, այլ անմիջապես քննարկման առարկա դարձավ ձեր դպրոցի մանկապարտեզի հարցը։ Պարոն Հարությունյան, երևի երկու բառ դուք ասեք օրինակը։ Սախկալանց գյուղի արգելի բնակիչներ, այսօր մենք քարոզարշավի շրջանակներում այցելել ենք ձեր գյուղ։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք քրեաթերթիկով համար 4-ն ենք, մենք մեր ամբողջ թիմով ձեզ խոսք ենք տալու, որ մեր հետևելու պարագայում մանկապարտեզները լինելու են անվճար։ Ուստի անպայման մասնակցեք ընտրություններին, որպեսզի մեր համայնքում մանկապարտեզները լինեն անվճար, ընտրեք համար 4 քրեաթերթիկը։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի համախոհներ, սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս պատասխանատու եւ հանձնառու ենք
եւ այդ սերու համերաշխությունը սրանք շատ են արժե զրկել, բայց համայնքը սիրում են առաջին հերթին այդ համայնքը ամեն սանտիմետր չափելով, գնալով, գալով, պահանջելով որ կոպիտ լինի, մաքուր լինի, ամեն մարդ իր հերթին բարեկեցիկ դարձնի, իշխանավորը իր տեղում լինի, հարկատուն իր տեղում լինի, հարկուտուր տվող մարդու տեղը որ նեղանա իշխանավորը կողքին լինի, հարկուտուր վճարողը իր հերթին հարկը երկու վճարի, որ իշխանավորը կարողանա գյուղը բարեկեցիկ դարձնի, քաղաքից եկածը գյուղով հիացած գնա, քաղաքից եկած ուզենա գյուղով տուն առնի, այսօրվա քայլերթը շատ պայծառ, շատ վառ գույներով, շատ տաք եղանակով էր ողողված եւ որպես ծաղկալանջում մեր շրջանցի ամփոփում բոլորս միասին բարձրաձայն մեր տրադիցիոն ուրա, ուրա, ուրա